Հնարավոր է, որ ձեզ նեղացրել են եկեղեցում, կամ դուք չեք գնում եկեղեցի, որովհետև այսինչ մարդը ձեզ դուրս չի գալիս, կամ մտածում եք, որ այսինչ մարդը արժանի չէ այդ հավաքին լինելու։ Եթե ունեք նման մտքեր, հիշեք, որ առաքյալները նույնիսկ խաչելությունից հետո շարունակում էին գնալ տաճար։ Շարունակում էին, որովհետև նրանք չէին գնում տաճար մարդկանց լսելու եւ տեսնելու, այլ գնում էին Աստծուն լսելու եւ տեսնելու։ Եթե դուք մարդու հետ եք կապված եկեղեցում, ապա հիշեք, որ վաղ թե ուշ հիասթափվելու եք։ Ձեր կապը միայն պահեք Աստծո հետ, իսկ մարդիկ թող լինեն ուղղակի փոխանցողը Աստծո խոսքի։ Եվ այդ ժամանակ ձեզ համար կապ չի ունենա, թե եկեղեցու ծառայողը ինչ հոգևոր աստիճանի է։ Կապ չի ունենա նրա ով լինելը, որովհետև նա ընդհանրապես փոխանցողն է, իսկ գործողը Սուրբ Հոգին է։ Գնացեք եկեղեցի, մնացեք հոգևոր հավաքներում։ Աստված ասել է, որտեղ 2-3 հոգով հավաքված լինեք, ես այնտեղ եմ։ Եղեք այդ 3 հոգուց մեկը, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա գործել այդ միջավայրում։